Բացառք սույն քրեական վարույթով ներգրաված հանրային մեղադրումներին խոսքը վերաբերման բոլորին միաժամանակ։ Այս պահին վարույթով 5 հանրային մեղադրող է ներկայացել դատարան, ներկայում 3-ն են, բայց մյուսներին վերաբերում է, այդ դատարանը կգտնի, որ մյուսների կարծիքը նույնպես պետք է նկատի ունենալ մարդուն դատարանի հայցողությամբ։ Բացարկին վերաբերող փաստական հանգամանքները։ Սույն քրեական վարույթի նյութերում առկա է օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացրած անձի կողմից կատարված 2025 թվականի հունվարի 2-ին թվագրվող երկխոսություն, արձանագրությունը կազմվել է 07/02/2025 թվականին, ինչպես նաև քննիչի կողմից քրեական վարույթի ընթացքում 20/06/2025 թվականին կատարված զննության արձանագրություններ կա, որոնցում կատարված է ակնհայտ կեղծիք։ Երկխոսության առանձին հատված դուրս է բերված արձանագրությունից քննարկման բովանդակությունը այլ համատեքստում ներկայացնելու համար, ինչը հետագայում օգտագործվել է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրություններում, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի և ՀՀ գլխավոր դատախազի հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցներում, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 03/07/2025 թվականի միջնորդագրում, ինչպես նաև վերջինիս ազգային ժողովում ելույթներում։ Նկատի ունենալով, որ դատարանը նշված փուլում շատ մանրամասներով չէր կարող տիրապետել այս հանգամանքներին, ուզում եմ թվարկած նյութերի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնել։ Հունվարի 7-ին կազմվել է արձանագրություն, հունվարի 2-ին ժամը 19:21-ին նշված է Վազգեն Գալստանյանի բնակության ասիում զրուցում են Հովհաննես Ավետիսյանը և Վազգեն Գալստանյանը։ Հովհաննես Ավետիսյանը մի քանի գիրք է բերել Վազգեն Գալստանյանին, այս մեջը բերում եմ իրականում քրեական վարույթի նյութերում այդպես է կիրառված։ Այդ թվում նաև իր կողմից թարգմանված գրքեր, ինչ որ կենցաղային տեխնիկայի միացրած որոշ բառեր լսելի չեն։ Այս արձանագրությունների մեջ, որը կատարվել է ազգային անվտանգության ծառայության օպերլիազոր Աղաջանյանի կողմից, որպես ՕՀՄ արձանագրություն, սխալագրված է այդ խոսակցության բովանդակությունը, որը ամբողջությամբ չեմ ընթերցի վերաբերել չլինելու պատճառով, բայց ամբողջությամբ կներկայացնեմ դատարանին, որպեսզի հասկացվի, որ պաշտպանության կողմը առանձին հատված դրանից չի ներկայացնում։ Սրա մասին հանրությանը հայտնի է, զանգվածային լրատվության միջոցներով ներկայացրել ենք, առանձին հպանցիկ անդրադարձել ենք նաև նախորդ դատական նիստերից մեկով։ Այստեղ հետևյալ խոսակցությունն է ընթանում, արդեն վերաբերելի հատվածով նայեմ, իմ գրածը չկարդացիր, Հովհաննես Ավետիսյան, որը որ չեմ կարդացել, Գալստանյան, էլի երկրորդ երրորդ անգամ չեմ ասելու, եւ այդ հարցի պատասխանը Հովհաննես Ավետիսյան, մարդկանց գիտակցությունը փոխելն է դժվար։ Պատասխան դժվար չի, Ավետիսյանը պատասխանում է, մենք մարդիկ, մարդկանց եւ խոսակցությունը ավարտվում է։ Այնուհետև գալիս է Վազգեն Գալստանյան նշումով արտահայտություն, մենք դրել ենք բանի վրա, համոզենք, քարոզենք, ինչը համոզել, քարոզել, 2 հոգու պատիտակ գյուլում ես, մի 15 հոգու էլ դնում ես բանտը պրծավ գնաց։ Պատասխան, ես դրան լուսավորչական դիկտատուրա եմ ասում, դրան պատասխանում է, չէ, գնդակահարում ես, ինչու համարում ես, որ ինքը գործել է դավաճանություն պետության դեմ, գնդակահարում ես, ընտանիքին էլ կոմպենսացիա ես տալիս կյանքի համար, ուրախ կլինեն։ Պատասխանատվություն սենց պետություն չեն սարքում եւ այլն։ Սա արձանագրել է ազգային անվտանգության ծառայության օպերլիազորը եւ ըստ իրեն սա ամբողջական տեղեկատվություն պարունակող տվյալներ են։ Դրանից հետո արդեն հունիսի 20-ին քննիչ Մանոյանի կողմից, ով նաև էս գործով քննչական խմբի ղեկավարներ, այսինքն դժվար ասել, որ ինքը տեղեկացված չէր գործի առանձին նեղություններից, բովանդակությունից եւ այլն, այսինքն ամբողջ գործի բովանդակություն իրեն հայտնի է, կատարել է փաստաթղթի զննություն, սկսել է զննությունը ժամը 10:30-ին, ավարտել 14:10-ին,
Ինչ է նշում, զննությամբ պարզվեց հետևյալը, կրկին նշվում է, որ տեղի ունեցել երկխոսություն Գալստանյանի եւ Ավետիսյանի միջև, նույն տեքստը սղագրած է, էլի բովանդակություն ամբողջությամբ չեմ ընթերցում, եւ այդ հատվածն էլ չեմ ընթերցում, որտեղ նույնությամբ, ինչպես արդեն ընթերցեցի, քննիչը նույնպես արձանագրել է։ Ու դատանի ուշադրությանն եմ հրավիրում, որ նաև ի տարբերություն ԱԾ օպերլիազորի, որ գոնե առանձին հատվածներում բազմակետերով տրորել է տեքստը, թե էլի խեղաթյուրել է բովանդակությունը, քննիչը նույնիսկ դա չի անում եւ ամբողջ երկխոսությունը ներկայացնում է որպես մեկ ամբողջություն եւ ինչ պնդում է կատարում։ Զննությամբ պարզվեց, որ Վազգեն Պետրոսի Գալստանյանի նկատմամբ իր հասցեում գտնվող վերջինիս փաստացի բնակության վայրում 2025 թվականի հունվարի 2-ին իրականացրել M թվային, այդ թվում հեռախոսային հաղորդակցության վերահսկում, այս էլի վրիպակ կա, ներքին դիտում եւ տեխնիկական միջոցների կիրառմամբ արտաքին դիտում համալիր օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքների վերաբերյալ 25 թվականի հունվարի 7-ին կազմված արձանագրությունում նշված խոսակցությունների բովանդակությունը համապատասխանում է դրա ձայնագրառման բովանդակությանը։ Այսինքն մի հատ ԱԾ-ի աշխատող այդ ձայնագրությունը կատարել է, քննիչն էլ իր հերթին այդ ամեն ինչը լսել է, համեմատել է արձանագրության հետ եւ պնդում է կատարել, որ սա իդենտիկ է եւ համապատասխանում է բովանդակությանը։ Նույն տեքստը գլխավոր դատախազը ներկայացրել է ազգային ժողովի ամբիոնից, այսինքն միջև այդ միջնորդագրով ներկայացվել է Արտուր Սարգսյանի վերաբերյալ, դա էլ եմ կցելու, որտեղ հետևյալ բովանդակությունն է։ Գալստանյան, հա, բայց պիտի լինի գործողություն եւ ճնշում, բազմակետեր, ու կարծես թե նոր միտք է գալիս, իմ գրածը չկարդացիր, որը որ չեմ կարդացել, էլի երկրորդ անգամ չեմ ասելու, մարդկանց գիտակցությունը փոխելն է դժվար, այսինքն այս նույն տեքստը, որը քննիչ եւ ԱԾ-ի աշխատողը կատարել են, էլի դատախազը այսպես ներկայացրել է, այն կոնտեքստում, որ մարդիկ այդ նույն դիալոգի ընթացքում քննարկում են երկու հոգու գյուլելու վերաբերյալ։ Սա այն նյութերն են, որոնք իրավապահները ներկայացրել են օֆիցիալ։ Եվ սրանք կներկայացնեմ ես դատարանին, որպեսզի դատարանը նույնպես հնարավորություն ունենա դրանց ծանոթանալու։ Իրականում ինչ է այդ ձայնագրությունների մեջ։ Հետևյալ տեքստն է։ Հովհաննես Ավետիսյանը նշում է, ըստ Բարույթի, ես էլ պնդում չեմ կարողանել, որտեղ որևէ փորձաքննություն չի նշանակել եւ անձիկ չեն նույնականացվել, բայց համենայն դեպս ըստ Բարույթի նյութերի այդպես են նույնականացրել։ Նշում եմ. հիմա տեսեք մեր կոնցեպտը օրինակ։ Եթե մենք տենց ազգայնական մարդկանց հետ շատ ենք խոսում, մենք ընդհանուր պետության կառավարման, քանի ես վիճակում ենք, մենք էլ 100 տարի ես վիճակում ենք, պաշարված ամրոցի գաղափարախոսություն դնենք։ Մենք չենք կարա թույլ տանք, որ մեր մեջ օրինակ երեխեք լինեն, որ բուժվող հիվանդության համար փող չունենան, ու զուգահեռ իրականության մեջ ինչ որ մեկը օրը $1 միլիոն փող աշխատի։ Տենց չպիտի լինի։ Բագրատ Գալստանյան։ Ոչ թե մենակ աշխատի, այլ օրը $1 միլիոն ծպնի։ Հովհաննես Ավետիսյան, հենց այդ եմ ասում։ Բագրատ Գալստանյան։ Ասենք գնա ես իմ քանի միլիոնանոց մեքենա առնի, հաջորդ օրը դա պիտի կոնֆիսկացվի։ Հովհաննես Ավետիսյան։ Այդ դրա հակաբանը ինչ է։ Ասում է մարդիկ կան, ասում են, երբ որ խոսում ես պաշտպանությունից, ասում են բոլորը պիտի ներգրավեն, ասում են մենք էլ տղա չունենք, այդքան երեխա տարան սպանեցին։ Մարդկանց ինչ եմ ես հա բացատրում։ Ասում եմ ժողովուրդ ջան, պատերազմները համակարգերի շուրջ են, տեխնոլոգիական են։ Եթե մենք 20,000 զինվոր ենք ընդամենը հատկացնում պատերազմին, մենք պարտվելու ենք եւ ամեն անգամ մեզանից 2-5,000 սպանելու են, մեզնից ինչ որ տարածք փոկեն։ Եթե մենք 100,000 ենք հատկացնում, հավանականությունը քչանում է պարտվելու, բայց էլի ենք պարտվելու։ Եթե մենք ամբողջ պետությունով դառնում ենք այդ համակարգը, մարդիկ ասում են ոնց, բանուգործ թողենք, դառնանք, ասում եմ չէ, ասում եմ ես կուրսեցի ունեի Սինգապուրում, Շվեյցարիայում սաղ տենց են ապրում մինչև հիմա էլ։ Սինգապուրցի այդ կուրսեցի համպետական համակարգում համ միջին պաշտոն ուներ, համ վայենի լյոչիկ էր, երկրորդ մասնագիտացում ուներ։ Մարդիկ շաբաթ կիրակի օրերը տղամարդիկ տելևիզորների առաջ վերանգած են կամ հայատում բլոտ են խաղում։ Այդ տղամարդը ինչ տղամարդը, ասենք պիտի էթա մի հատ բան սովորի, ոչ ոք իրանց չի ասում պարտադիր։ Առողջական խնդիր ունես, կրակել չես կարող, հարց չկա, այդտեղ 1000 հատ գործ կա։ Պատասխանա կարտոլ մաքրի օրինակ։
Հովհաննես Ավետիսյանը պատասխանում է. «Կարտոլ մաքրի, բան թրծրա, հիմա 1000 բան կա։ Հաշվապահություն արա, հիմա այնտեղ բունկերները պիտի սարքվի, 1000 ու մի գործ ունենք անելու։ Հիմա այս ինչի համար եմ ասում, քանի մենք ամբողջ պետությունը չենք դրել այդ տրամաբանությամբ, մեր պաշտպանությամբ զբաղվելու, եթե գնալու են ռուսին վիզ կռեն, ասեն ախպեր արի մեզ պաշտպանի, ռուսը ինչ անում, գալու ասելու է հարց չկա, ես զորքերը կմտցնեմ, ես կանեմ, բայց այս ԶՊՄԿ-ն իմնա, այս ոսկու անքերն իմնա, այս երկաթգիծն իմնա, այն ինչը միջև հիմա արել է։ Չեք ուզում ախպեր ջան, վերջում էլ ոնց որ սովետի վաղ ցեղասպանված ժողովուրդը 300,000 զոհ ա տվել 20 տարի հետո ընդամենը։ Տենց ոնց է լինում ախր։ Այդքան զինվոր մեր պետության համար կռվեր, հիմա ծովից ծով Հայաստան կունենայինք։ 300,000 բերանով էս ասում։ Գալստանյանը պատասխանում է 600,000-ն են կռվել։ Ավետիսյան 300,000 մեռել են, էլի 300,000-ին էլ երևի ինվալիդ են սարքել։ Հիմա բայց որ այդքան որ ասում են, հիմա 3 միլիոն մարդ ենք։ Թվերով նայում եմ, ես այդ թվերը բարբերաբար նայում եմ 16-ից 55 տարեկան, 60 տարեկան, 700-ից 800,000 տղամարդ։ Լավ, ասենք 20%-ը ինվալիդ է, չգիտեմ, ոտնաջարդված է սա այնա, իրանք էլ կարան մասնակցեն։ Թող կանայք էլ պետք է մասնակցեն։ Այն Նորվեգիան, որը որ Նորվեգիա պետությունը պատկերացնում եք, չէ՞ ինչի մասին է խոսքը։ Մարդը միլիոն հատ պետական սոցիալական ապահովության ֆոնդ ունեն, մինչև խորը ծերություն պետությունը փող է որ տալիս է, ընդհանրապես խնդիր չունեն։ Կանանց ծառայությունը պարտադիր է այդ երկրում։ Ընդ որում նոր չեն արել, շուտ բանից է տենց Իսրայելի պես։ Ասում եմ, ասենք լավ ժողովուրդ ջան, բայց մարդիկ էշ չեն, այն վերևը ով էր, որ իրանց խափեն կպնի, բայց մարդիկ հասկանում են, տրամաբանությունը հետևյալն է։ Երբ որ դու ուժեղ ես, ոչ մեկ չի մտածում քո վրա գալու մասին։ Բայց երբ որ դու թույլ ես, քեզ օգտագործելու է, ինչ որ մեկը գալու ասի, ապեր, ոնց որ ես նավթը շատ է քեզ, արի կեսը տուր ինձ, այն ինչը ինձ է, այն ինչը ինձ է։ Բայց այս ինչի եմ ես սենց խոսում։ Իհարկե մենք երկուսով է շատ լավ հասկանում ենք, բայց ես հիմա այս ամեն ինչը քարոզչության վերածելով մարդկանց պարզ բացատրենք, որ հասկանան։ Ես էդի հələ չեմ կարողանում, հələ որ իմ մասով լավ չի ստացվում։ Ես էլ որ բարդ եմ խոսում, հարցազրույցները ես հետո իմ խոսածածը լսում եմ, ասում եմ այ մարդ, ես դու հազիվ քո խոսածածը ջոգեցիր, մարդիկ ոնց հասկանան։ Այդ բարձ հասարակ խոսալ եւ բացատրել մարդկանց, որ ժողովուրդ ջան, եթե սաղս ենք թեմայի մեջ, մեզանից չեն կարող մեզ սպանեն։ Եթե մենք 20,000 զինվոր ենք գրգում ընդամենը, մենք մեզ վարի ենք տալու։ Եթե մենք ամբողջ պետությունով ասում ենք, մենք ենք, թե այս մեր երկիրն է, այս մեր իրավունքն է, Արցախը մերն է, այն ինչը մերն է, չգիտեմ, ցեղասպանության հատուցման պահանջը մենք չենք դադարեցնելու, այդ ամեն ինչը գործիքներ են։ Պատասխանանչում, մենք պետք է գմբեթներ սարքենք։ Ավետիսյանը պատասխանում է, գմբեթ չգիտեմ, բայց շվեյցարական ու իսրայելական մոդելի համակցությունը ինքը շատ ուժեղ է։ Այսինքն ամբողջ պետությունը բունկերներ։ Այն օրը Ֆինլանդիայում բան էր, էլի, եվրոպական ժողովի նման բառ ասում, ինչ որ հանդիպում էր, Ֆինլանդիայում ռուսական գույք են պետականացրել եւ տվել են ուկրաինական եսիմինչ ֆոնդից։ Լրագրողը ֆիներին հարցեր է տալիս, ասում է ժողովուրդ ջան, չեք վախում, որ հեսա ռուսները կգժվեն, ձեր հարևաններն են, 100 կիլոմետր սահման ունեք։ Դե ասում ենք բան ենք, պատրաստ ենք բոլոր գործողություններին, որովհետեւ նախ ասում մենք մեր ժողովրդին ապահովել ենք, 90+%-ը ունի բունկերներ։ Եթե ամենօրյա ռեժիմով ռմբակոծի Ռուսաստանը բունկերը մենակ պահկվելու տեղ չի, այնտեղ ջրի պաշար կա, սննդի պաշար, ասում մենք պատրաստ ենք այդ ամեն ինչի։ Նույնը Շվեյցարիան։ Ինչի է երկու աշխարհամարդ եղել, իրանց չի ասել։ 200 տարի այդտեղ պատերազմ չի եղել։ Մարդը հիմա կա մեկ-մեկ խոսում եք, ասում է, մինչև հիմի մեր մոտ պարտադիր է զինվորական կրթությունը, ամեն մեկը ունի իր թվագրված զենք, ասենք պատերազմ սկսեց, գործողություն սկսեց, ինքը գիտի։ Գնում է այսինչ կետը, վերցնում է իր զենքը, գնում միանում է այսինչ վայրում, այսինչ ժամին, այսինչ դասակին կատարում է այսինչ գործողությունը։ Համակարգը էդ է։ Ինքը պահում է, իր այծն է, իր պամիդորն է, իր էսա էնա։ Գալստանյանը պատասխանում է, պետք է սարքել։ Ավետիսյան, մարդկանց գիտակցությունը փոխելն է դժվար։ Գալստանյան, դժվար չի։ Մենք դրել ենք բանի վրա համոզենք, քարոզենք, ինչ համոզենք։ 2 հոգու պալետակ յուլում ես, մի 15 հոգու դնում ես, բանտը պրծավ գնաց։ Ես դրան լուսավորչական դիկտատուրա եմ ասում, պատասխանն է հնչում։ Գալստանյան, գնդակահարում ես ինչու, համարում ես, որ ինքը գործել է դավաճանաբար պետության դեմ, գնդակահարում ես ընտանիքին կոմպենսացիա ես տալիս կյանքի համար, իրենք էլ ուրախ կլինեն։ Ավետիսյան, այդ կարգի գործողությունները մենք մեր թիմակիցների հանդեպ առաջին հերթին պիտի անենք, որովհետև մեր մեջ են լինելու մարդիկ, որ չի լսում այստեղ, մեկին դրիր այդ փողի բանի վրա փչանալու են տեղում։ Գալստանյան, հենց առաջինը թիմակիցներին, առանց երկրորդ խոսքի չկա լավ էս անգամ։ Չկա լավ էս անգամ, տենց բան չկա, պետությունը տենց չեն սարքի։ Սա եղել է այս խոսակցության իրական բովանդակությանը, որը քննիչը լսելով, այնուամենայնիվ արձանագրել է, որ ինքը լսեց եւ ամեն ինչ ճիշտ է արձանագրված։ Իսկ այս երկու բովանդակությունները ծայրահեղ տարբեր բաների մասին են։ Հիմա թե ինչ կապ ունի այս ամեն ինչը հանրային մեղադրողներին ներկայացվող բացարկի հետ։ Առնվազն սույն քրեական վարույթով նախնական դատալսումների ընթացքում, սա ասում առնվազն, որտեղ հանրային դիտորդում շատ ենք քննարկել եւ
միամտություն է կարծել, որ մարդիկ դրա մասին չէին իմանալու, բայց առնվազն սույն քրեական վարույթով նախնական դատալսումների ընթացքում դատական նիստերի դահլիճում հայտարարվել է, որ քրեական վարույթում առկա են եւ մեղադրական եզրակացության մեջ տեղ են գտել նշված կեղծված ապացույցները, շատ հստակ ասում, կեղծված ապացույցներ, որովհետեւ դրվել են հետապնդվող անձանց խափանման միջոցների հիմքում։ Ինչի եմ ասում կեղծված, ինչի սա որևէ տեսակի վրիպակ թերացում չի, որտեղ նույնքը Նիչը ասում է, որ ինքը հաստատում է, որ ինքը լսել է երկու արձանագրությունը եւ ձայնագրությունը, եւ դա իրականությանը համապատասխանում է։ Այս արարքը կարող կատարվի միայն դիտավորությամբ։ Տեղեկատվությունը գոնե այդ փուլում ստանալուց հետո, այսինքն մեր նախնական դատական նիստերից մեկից ստանալուց հետո, վարույթի հանրային մասնակիցները, հանրային մեղադրողները այս պարագայում որևէ գործողություն չեն ձեռնարկել կեղծիքների հանգամանքները պարզելու եւ իրենց լիազորությունների շրջանակում արձագանքելու համար։ Եթե կա սրա վերաբերյալ հակառակ տվյալ, կխնդրեմ հրապարակեն, բայց ես տեղյակ եմ եւ համենայն դեպս դատախազություններ որևէ պաշտոնական հայտարարություն այս հարցի վերաբերյալ չունի, ինչպես է ստացվում, որ կեղծիքով կազմված մեղադրական եզրակացությունը հայտնվել է դատարանում եւ այդ կեղծիքների դեմ ոչ մեկ պայքարելու ցանկություն միտում չունի։ Բացատրի իրավական հիմքերի վերաբերյալ համաձայն դատախազության մասին օրենքի 43-րդ հոդվածի դատախազի պաշտոնն առաջին անգամ զբաղեցնողն անձը իր պաշտոնը ստանձնում է դատախազության կոլեգիայի նիստում հանդիսավոր պայմաններում տրված հետևյալ երդման տեքստով։ Պաշտոնական լիազորություններս իրականացնելիս երդվում եմ անշեղորեն ղեկավարվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ օրենքներով, անցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը։ Նույն օրենքի 72-րդ հոդվածը սահմանում է, որ դատախազը պարտավոր է ցանկացած պայմաններում եւ իրավիճակում իր գործունեությամբ, գործնական, մասնագիտական եւ բարոյական հատկանիշներով զերծ մնալ դատախազության բարձր հեղինակությանը ոչ հարիր կամ այն վարկաբեկող դատախազության նկատմամբ հանրության վստահությունը նվազեցնող կամ դատախազության անկողմնակալության, անաչառության եւ անկախության նկատմամբ կասկած հարուցող վարկակից դրսեւորելուց։ Ցանկացած պայմաններում եւ իրավիճակում խուսափել դատախազի կոչմանը անհարիր այնպիսի գործնական, մասնագիտական կամ բարոյական կապերից կամ այնպիսի վարկակից դրսեւորելուց, որոնք կարող են արատավորել դատախազի հեղինակությունը, բարի համբավը, պատիվը եւ արժանապատվությունը։ Դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն։ Ձեռնպահ մնալ որևէ վարկակից դրսեւորելուց, որը կարող է քաղաքական գործունեությամբ զբաղվելու տպավորություն ստեղծել, ինչպես նաեւ չդրսեւորել հովանավորչություն որևէ կուսակցության նկատմամբ։ Լինել ինքնուրույն եւ անաչառ, անկախ լինել օրենսդիր եւ գործադիր իշխանությունների եւ այլ պետական մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների, լրատվության միջոցների, մասնավոր շահերի, հասարակական կարծիքի եւ այլ կողմնակի ազդեցություններից, ճնշումներից, սպառնալիքներից եւ այլ միջամտությունից ազատ լինել քննադատվելու մտավախությունից։ Լինել օրինապահ, արդարամիտ, համբերատար, կարգապահ, զուսպ, կշռադատված, բարեկիրթ, սկզբունքային, անկողմնակալ եւ հաստատակամ, ուրիշի կարծիքը լսող, հարգող եւ այլակարծությունը հանդուրժող, այլ անձանց իրավունքների սահմանափակման նոված գործողություններ իրականացնելիս դրսևորել ծայրահեղ ողջախոհություն եւ բարեկրթություն։ Լինել անհանդուրժողական գործընկերների վարքագծի կանոնների թույլ տված խախտումների եւ ոչ բարոյական վարքագծի նկատմամբ։ Համապատասխան մարմիններին անհապաղ տեղեկացնել մարդկանց կյանքին, առողջության եւ շրջակա միջավայրին անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, միջոցներ ձեռնարկել դրանք ժամանակին կանխարգելելու եւ հետևանքները վերացնելու նպատակով, պաշտպանել մարդու իրավունքների հիմնական ազատությունները, աջակցել դրանց իրականացմանը։ Քրեական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածը նախատեսում է, որ վարույթի հանրային մասնակիցը չի կարող մասնակցել քրեական վարույթին, եթե առկա է նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետերով նախատեսված որևէ հանգամանք։ Հղում է տալիս դատավորի ինքնաբացարկի հիմքերին, դատավորի թիվս Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի չի կարող օրենքով նախատեսված հիմքերի չի կարող մասնակցել վարույթին, եթե առկա են այլ հանգամանքներ, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ վարույթի հետ կապված նրա անկողմնակալության մեջ, այսինքն նույն կանոնը վերաբերում է նաև հանրային մեղադրողներին։ Համաձայն Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի ինքնաբացարկի հիմքերը ներառում են իթիվս այլ այն դեպքեր, երբ դատավորը, այս դեպքում հասկանանք հանրային մեղադրողը, կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցիչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ։ Նկատի ունենալով, որ սույն քրեական վարույթով
մասնակցող հանրային մեղադրողները անտարբեր են իրենց կողմից դատարան ներկայացված մեղադրանքում առկա կեղծիքների հանդեպ։ Օբյեկտիվ դիտորդի մոտ ողջամտորեն կարող է առաջանալ կասկած, որ այդ անտարբերությունը պայմանավորված է հետապնդվող անձանց հանդեպ ունեցած կանխակալ վերաբերմունքով։ Հաշվի առնելով անձանց իրավունքները չպաշտպանելու, դատախազության հեղինակությունը չպաշտպանելու իրենց դրսևորած անգործությունը։ Միևնույն ժամանակ հանրային մեղադրողները արդեն իսկ անձնական շահագրգռվածություն ունեն սույն գործի ելքի հարցում, քանի որ դրանով կարող է պայմանավորված լինել իրենց կողմից կատարված առերևույթ իրավախախտման հանցակազմի հատկանիշները։ Այսինքն, որ դատախազը հաստատում է կեղծ ապացույցի հիման վրա մեղադրական եզրակացություն, չի բացառվում, որ այդ դատավարական գործողությունը կարող է հիմք հանդիսանալ նույն անձի վերաբերյալ մեղադրանքի ներկայացմանը, ինչը կոնկրետ դատախազի համար սկզբունքային է դարձնում այդ գործով մեղադրանքի ամեն գնով պաշտպանությունը դատարանում, որպեսզի հանկարծ դա մի օր իր նկատմամբ բացասական հետևանքներ չառաջացնի։ Նշված հանգամանքները հաշվի առնելով եւ դատարանին ներկայացնելով թվարկված ապացույցները, որպեսզի դատարանը հնարավորություն ունենա մինչև ապացույցների հետազոտման փուլը բովանդակային ծանոթանա այդ նյութերին եւ մեղադրական եզրակացության համապատասխան հատվածում դատախազի պնդմանը, որ գործը քննված է օրինական, ներկայացված են օրենքի շրջանակներում հավաքված բավարար եւ թույլատրելի ապացույցներ, դատարանը կարողանա անգել եզրակացության, որ դատախազները այս գործով շահագրգռված անձինք են գործի ելքով, ոչ թե մասնագիտական պարտականությունների կատարումից ելնելով, այլ ունեն անձնական շահագրգռվածություն իրենց սխալները կոծկելու։ Այս առումով պատվարժան դատարան ես ինչպես ներկա, այնպես էլ բացակա հանրային մեղադրողներին հայտնում եմ բացարկ, խնդրում եմ նրանց հեռացնել վարույթից, բացարկը հայտնում եմ իմ անունից, բացարկը հայտնում եմ իմ վստահորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանի անունից եւ բացարկը հայտնում եմ թողներից Մելիքյան Ռուբենը իր տիրույթ մտնելու համար նաեւ Մխիթար Գոշի անունից։